Ես կուզեի շնորհավորեմ ձեզի եւ մասնավորապես կուզեի շնորհավորեմ քրիստոնյա կաթոլիկ հայերը, որ այսօր նշեցին Հիսուսի ծնունդը եւ կուզեի շնորհավորել նույն ժամանակ նալ արևի եւ արևորտիկները, որ կնշեն նալ միրի ծնունդը, ինչու համար, որովհետև կերևա, որ ինչպես որ քիչ առաջ բացատրեցի, մենք սենտեգուզենք դուրս գալ մութից, քիշերից եւ դեպի լույս կուզենք երթալ, որովհետև այսօր, ասենք թե 21-ից մինչև 25-ը կտեսնանք, որ նույն ժամերը կան, քիշերը եւ օրը։ Ադիմաստով կարևոր էր, որ իմ գոմեն նշեի այս շնորհավորեմ մեր հայրենակիցները եւ նույն ժամանակ ուզեի բացատրեմ մեր այսօրվա հաղորդաշարի իմաստը։ Մեր այսօրվան հաղորդաշարի իմաստը երրորդ հաղորդաշար է, առաջին հաղորդաշարը կապված էր մեր Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի 21 ամյակը, շատ կարևոր էր, որ ցեզի ներկայացնեմ մեր հռչակագիրը, որպեսզի դուք տեսնաք, որ Արևմտյան Հայաստանի հայությունը իրավունք ունի իրեն ինքնավորոշմանը հայտարարել եւ կազմակերպել, մանավանդ որ այս ինքնավորոշման իրավունքը իրականացնեց Շուշիի տարածքում, անդարածքը, որ ազատագրված էր մեր կողմեն եւ անշուշտ հայության կողմեն, ընդհանրապես հայության կողմեն։ Մենք ալ մասնակցելով այդ բոլոր գործողությունները։ Նույն ժամանակ երկրորդ հաղորդաշարը ուղղակի կապված էր մեր Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները որպես բնիկ ազգ եւ մենք ներկայացնեցինք 45 օդվածով, մենք ներկայացնեցինք ինչ են մեր իրավունքները, ինչու համար կարևոր էր այդ հայտարարությունը, հռչակագիրը, որովհետեւ ուղղակի մենք օգտագործեցինք այդ հռչակագիրը պատրաստելու համար բնիկ ժողովուրդներու հռչակագիրը, որ ընդունվեցավ ՄԱԿ-ի կողմեն 144 պետություններու կողմեն, որ անշուշտ ներկային ՄԱԿ-ում սեպտեմբերի 13-ին 2007-ը։ Եվ այդ ծևով ուժ տվավ այս ճանաչումը նորենալ ուժ տվավ մեր հռչակագիրի եւ մեզ համար այս ադորերը շատ ուրախ էինք, որովհետեւ կրնենք ասել, որ ախտանակ մներ։ Մենք այսօր պիտի անդրադառնանք երրորդ հաղորդաշարին կապված մեր ՄԱԿ-ի մասնակցություն որպես Արևմտյան Հայաստան, որպես Արևմտյան Հայաստանի բնիկներ կամ բնիկ ազգը կամ որպես ասենք թե այս ամբողջ համագարկի անդամ, որովհետև մենք արդեն կմասնակցենք այդ բոլոր ժողովները եւ գիտաժողովները 2005-ից ի վեր։ Այստեղ ալ կարևոր է իմանալ։ Եվ նույն ժամանակ մենք պիտի շարունակենք մեր այսօրվան հաղորդաշարը կապված մեր որպես պետության մեր շարունակական կարգավիճակը, ասենք թե ինչ կնշանակե Արևմտյան Հայաստանի համար իրեն ներկայացնել որպես շարունակական պետություն եւ ինչի հետ կապված այդ շարունակական պետությունը։ Ադիմաստով մենք պիտի անդրադառնանք անմիջապես։ Հիմա ՄԱԿ-ի հետ կապված այստեղ ալ կարևոր է։ Պետք է հասկանաք, որ ես հնարավորություն ունեցա ծանոթանալու եւ աշխատելու Դիգին Դայեսի հետ, պարոն Ժոզե Մարտինեզին հետ եւ իրենց հետ աշխատելով ես կարողացա ճիշտ հասկանամ
մագի մեխանիզմները մենք չունենք, ճիշտ խոսենք, մենք չունենք համապատասխան համասարան այդ ամեն ինչ սովորելու Ադոր համար մենք պետք ունեինք մասնակցել այդ ժողովները եւ շփվել այդ անձերուն հետ, որ մասնագետ են կապված բնիկ ժողովուրդներու կամ ազգերուն հետ։ Եվ այդ ցևով ես կարողացա աշխատել եւ պատրաստել համապատասխան մեխանիզմները, որբեսի Արմենիան Հայաստանի հայությանը վերագանվի համապատասխան մեր պատմությունը շատ հին պատմությունը որ ունենք եւ համապատասխան անշուշտ այդ բոլոր անցակոզությունները որ կատարվեցին մեր անտեպ մագի մեխանիզմները տարբեր են մագը ունի տարբեր բաժիններ եւ մեր հիմնական խնդիրը մասնակցելն էր շատ բաժիներ հիմա կրնանք խոսիր բնիկ ժողովուրդներու բաժինը կրնանք խոսիր մտավորական սեփականության բաժինը կրնանք խոսիր մարդուն իրավունքներու խորհրդի բաժինը այդպես կարևոր բաժիններն են որպեսի մենք ամիջապես կարողանանք ներկայացնել Արմենիան Հայաստանի հայություն Ինչու որովհետև իրական դուք ալ գիտեք մագին մեջ այս 100 տարվան մեջ չեղավ եւ չեղավ մեկ օքի կամ մեկ կազմակերպություն որ ուղղակի ցևով ներկայացնելով Արմենիան Հայաստանի հայություն կամ Արմենիան Հայաստանը կմասնակցել մագի ժողովները այդպես բան չկավ եւ ինչ ասեմ պետք չէր մենք որոշեցինք որ պետք է որովհետեւ իսկապես պետությունները պետք է իմանային որ մենք գոյություն ունենք հիմա կրնակ ասել ինչու այդքան կարևոր է մենք ունենք Սովետ Հայաստանը դարձավ Հայաստանի Հանրապետություն պիտի անդրադառնանք այդ խնդիրներու վրա որովհետև այսօրվան վիճակը շատ լավ կասկնանք որ չի բավարար է մեզի համար մենք պետք ունեինք եւ այդպես եղավ որ ուսումնասիրելով մեր պետականությունը ուսումնասիրելով ինչ կնշանակի Հայաստան ինչ տեսակ իրավունքները կամ ճանաչումները ստացել է Հայաստան մենք վերականգնեցինք այդ բաժինը մագի հետ կապված որպեսզի ներկայացնենք խնդիրները օրինակ գտնամ ուղագի օրինակ մտամ ցեզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի հետ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի հետ կապված նոր դեսանք որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիան ներկայացնեց որ ասեղնագործությունը որ գա Անտայբի կամ Մարաշի թուրքական է հիմա մենք այդ ասեղնագործության հետ կապված մենք ովևէ աշխատանք չունենք մագի թիմաց կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի թիմաց որ մագի բաժին մնե որբեսի մենք կարողանանք հիշեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին որ աստեղնագործությունը որ կապված էր Անտայբի եւ կապված էր օրինակ Մարաշի ուղագի հայկական է եւ ինչու թուրքերը պիտի գրանցվեն մեր ավանդական գիտելիքները եւ մեր ավանդույթները իրենց անունով մենք այստեղ ես կասկնամ եւ կտեսնամ բավական օդվածները կան եւ կտեսնամ որ նույնիսկ Facebook-ում բողոքները կան բայց բողոքները չի պետք է մնան Facebook-ի մակարդակի վրա բողոքները պետք է ցևավորենք պատրաստենք եւ խրգենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա եւ Արմենիան Հայաստանի աշխատանքն է որբեսի մենք կարողանանք ուղղակի այդ բողոքը խրգենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ մենք գրենք մեր նպատակը մեկ գայնեստել այդ աշխատանքը այդ process-ը որբեսի չի գրանցվի Թուրքիո հանունով գրանցվի
Արևմտյան Հայաստանի անունով կամ նվազագույն ցևով նշվի, որ հայկականն է այդ ասեղնակոծությունը։ Եթե մենք չենք գնելու այդ տեսակ աշխատանքը, ով պիտի անե։ Սա մեկ օրինակ մնե։ Մենք ալ կրնանք ուրիշ տեսակ օրինակ ներկայացնել։ Օրինակ Ջոխայի քերեզմանի հետ կապված մենք ովևէ բան չունեինք գնելու մագի մեջ։ Մենք ըրինք գիտաժողով կազմակերպեցինք մագին մեջ, ներկայացնելով ինչպես Ադրբեջանը ոչնչացնեց մեր խաչքարները, մեր գերեզմանը եւ հիմնավորեցինք, ասենք թե օգտագործեցինք այդ գիտաժողովը հիմնավորելու համար մեկ հատ բողոքը, որ խրգեցինք մարդուն իրավունքներու դատարանում եւ թաթ բանալու համար Ադրբեջանի վրա։ Ասենք թե մենք սխալվեցինք, մենք ճիշտ չրինք մեր իրավունքները պաշտպանելու։ Ասենք թե ձեզի համար նորեն Նախիջևանը Ադրբեջանին կպատկանի։ Դիտի անդրադառնանք հատ հարցով անշուշտ, բայց իմացեք, հիմա ընդունեք չկընդունեք, սա արդեն ուրիշ խնդիր է, քաղաքական խնդիր է, բայց իմացեք, որ մեզի համար Նախիջևանը Ադրբեջանի մաս չի կազմում, ինչպես Արցախը։ Ըստակ է, մեր դիրքորոշումը ըստակ է եւ մենք կրնանք ապացուցել ինչու համար օրինակ Նախիջևանը Ադրբեջանի մաս չի կազմում։ Բայց ագարակ ցևով ովևէ մեկը կամ Ադրբեջանի կողմեն, Թուրքիո կողմեն կամ նույնիսկ այսօր Հայաստանյան, ասենք Երևանյան Հայաստանի կողմեն ովևէ մեկը չի կրնա ապացուցել ինձի, որ ինչպես եղավ, որ Նախիջևանը Ադրբեջանի մաս կազմի։ Չկա։ Լավ դուք լավ գիտեք, որ որպեսի ապացուցվի, որ գաբունի կամ բայց առանց մաս կազմելով ստեղծեցին ինքնավար անդրադարձությունը Նախիջևանի հետ կապված։ Անշուշտ պիտի անդրադառնանք հատարսով, բայց մեր մասնակցությունը բանկին մեջ օգուտ է այդ հարցով, որ մենք ողջ կբայենք այդ խնդիրները կապված մեր իրավունքներուն հետ։ Եթե մենք չգանք, գոնե մենք իմանանք ով կսպասվի այդ հարցերով։ Եթե Հարեմեդյան Հայաստանը չի գա այսօր, ով կսպասվի այդ հարցերով, գոնե դերյակը լամ, ուղագի եւ մագի մեջ, ուղագի մագի մեջ որպես subject, ոչ որպես object։ Եվ նույն ժամանակ դատարաններու թիմաց ով կսպասվի։ Մենք գիտենք, որ մենակ Արմենիան Հայաստան է, բայց կրնանք սխալվել։ Այս կողմեն շատ հետաքրքիր կլա, որ ավելի շատ էզալդեն։ Ուզած չուզած մենք ապրենք այս մորորագի վրա եւ այդ մորորագի վրա ուրիշ ազգեր կան եւ ուրիշ ժողովուրդներ կան եւ ուզած չուզած մենք որպես Արմենիան Հայաստանի հայություն այդ ընտանիքի անդամ ենք։ Այսինքն այդ ամանկի միջազգային ամանկի անդամ ենք։ Իմի որպես անդամ մենք ունենք համապատասխան մյուսներուն նույն հավասար իրավունքներ։ Այդ իրավունքները մենք չի պաշտպանենք այս ասենք թե միջազգային ամանկին մեջ։ Գներեք, բայց մենք պիտի շարունակենք այս առաքելությունը մեզի պաշտպանելու համար, որովհետև մենք ստացել ենք այս լեգիտիմությունը մեր ծնողներու կողմեն, որ ցեղասպանությունից փրկված են։ Մենք ստացել ենք, մենք ողջ ենք, ինչի համար ողջ ենք, ինչու համար։ Մենք ողջ ենք այս առաքելությունը շարունակելու մեր իրավունքները եւ մեր հայրենիքը եւ մեր պետականությունը պաշտպանելու համար աշխարհի դիմաց։ Մեր
ուրիշ կարևոր բաժին մը գա մագի մեջ մտավոր սեփականության միջազգային գազագերբությունն է, որտեղ շուտվանից մենք անդամակրվեցինք եւ անդեղ մենք աշխատեցանք պայմանագրի ներու վրա, օրինակ գենետիկական ռեսուրսներու պայմանագրի վրա, որբեսի մենք կարողանանք ասենք այդ միջազգային պայմանագրները պատրաստենք, սարքենք, այո, սարքենք, պատրաստենք պետություններ ունենք, համապատասխան քոնե փնիկ ժողովուրդներու արշագրի իման վրա։ Այստեղ շատ կարևոր է։ Ասենք թե մենք, որպես Արմենիան Հայաստան, կմասնակցենք այս տեսակ մագի բաժինները պայմանագրերը պատրաստելու համար։ Հիմա դեղյակ չեք, մենք ամեն ինչ ըլինք ցեզի դերեկացնելու համար, բայց պետք է իմանանք, որ այդ աշխատանքը կկատարվի։ Հիմա երկրորդ աշխատանքը պիտի կատարենք մեր ավանդույթներու հետ կապված, ասենք թե ինչպես փնիկները պետք է պաշտպանեն ավանդույթները կամ ավանդական գիտելիքները կամ մշակույթի տեսակները եւ մենք պիտի մասնակցենք այս աշխատանքը ուղղակի Արմենիան Հայաստանի անունով այս տեսակ միջազգային կոնվենցիոն պայմանագիրը պատրաստելու համար։ Ուրախ ենք որևէ չափով, որ միջազգային համայնքը կընդունի մեզի եւ մենք կրնանք ներկայացնել մեր գիտելիքները։ Այստեղ ալ նորբությունները կան։ Մեր գիտելիքներուն մեջ կա երկու մաս։ Կա ինչ որ մենք կրնանք ներկայացնել եւ կա ինչ որ քախնի պետք է մնա։ Եվ մենք ասենք թե մեր նպատակը չէ որ ամեն ինչ ներկայացնենք, որբեսի օրինակ չեմ գիտեր ուրիշ պետությունները օգտագործեն մեր ավանդական գիտելիքները։ Այդպես չէ։ Մենք շատ ուշադիր ենք այս կողմեն եւ ինչ որ չափով կներկայացնենք այդ գիտելիքները, որ կտեսնանք, որ պետք է ներկայացնենք մի խոսքով։ Անդորամար մեր մագի մասնակցությունը այստեղ կարևոր է։ Ամփոփելու համար մեր մագի մասնակցությունը գուզեմ, որ դերյակ գլակ, որ Արցախին հետ կապված մինակ մենք ենք, որ այսօր մագում կներկայացնենք Արցախի հայության իրավունքները, մինչև իրենց վերադարձը թեպի Արցախ։ Մագում, ասենք ուղղակի ցևով մանդատ ստանալով, ասենք լիազորություն ստանալով Արցախի հայության կողմեն, մենք որպես Արմենիան Հայաստանը կպաշտպանենք Արցախի հայության իրավունքները որպես բնիկ հայություն մագին մեջ։ Այդ իմաստով մեր մասնակցությունը մագի մեջ կարևոր է եւ մենք ունենք բավական զոր պատվիրակություն, որ մագի մեխանիզմները լավ կիմանան եւ այս պատվիրակություն լավ կիմանա մագի մեխանիզմները եւ կրնա մասնակցել մագի բոլոր ժողովները։ Այստեղ ալ նորբություններ կան շուշ, որովհետեւ մեր դիմացը 197 պետությունները կան, ներառյալ անշուշտ Թուրքիա, կսնիմա, Ադրբեջանը եւ նույնիսկ Հայաստանը։ Այսինքն այդպես ներկայացված որպես Հայաստանի Հանրապետություն անպայման ես պիտի անդրադառնամ այդ հարցով։ Այդ իմաստով կուզեմ ասեմ, որ մեր մագի մասնակցությունը շատ կարևոր է, չի գա ուրիշ նույն մակարդակով ուրիշ կամ ասենք թե ժողովուրդը որպես ժողովուրդ կամ որպես ազգ կամ որպես պետություն համապատասխան Արմենիան Հայաստանին է, որը կմասնակցի այսօր մագի նիստերը։ Այս իմ գիտնալով չի գա։
Արցախի հետ կապված 100% չեմ ճանաչել։ Արմենիան Հայաստանի հետ կապված ոչ մեկը չի գա, որ կպաշտպանի Արմենիան Հայաստանի հայության իրավունքները։ Նույնիսկ չեն գիտեր ինչ կարգավիճակ պետք է ունենան անոնք որ միտք ունին մասնակցելու, որովհետեւ կարողանան մասնակցել։ Մեկ խոսքով այդ վիճակն է եւ մենք պիտի շարունակենք, ունենք պատրաստ, ինչպես որ ասի քիչ առաջ, ունենք պատրաստ անդամներ մեր բավարարության մեջ եւ անոնք հնարավորություն ունին շարունակելու։ Հիմա եթե կանդրադառնանք մեր պետության վարքավիճակին է ինչպես ասենք թե շարունակական պետություն։ Ինչու շարունակական պետություն։ Որովհետև հիմա գրնակ իմանալ, գրնակ գիտնալ, գրնակ չգիտնալ, բայց մենք որպես ցեղասպանված ժողովուրդ մենք ունեցանք տարբեր ճանաչումները, տարբեր տեսակ ճանաչումները ունեցանք։ Նախ պետք է իմանանք, որ երկու կամ մի քանի պետությունները որոշեցին մեզի կոտորելու, ներառյալ ասենք թե Գերմանիա եւ Օսմանյան կայսրությունը։ Ուրիշներ ալ որոշեցին մեզի կոտորելու, նույնիսկ ազգեր ալ կան, որ որոշեցին մասնակցել այդ անցակոլզությունը, բայց այստեղ մենք ամեն ինչ հաշվի կառնենք, բայց մենք պիտի հաշվի առնենք, որ ցեղասպանությունը կատարվեցավ պետությունները։ Ասենք թե սա է մեզ համար ամենին կարևոր։ Եվ նույնիսկ եթե այդ պետությունները հարգելիներս այսօր անդամակրված են ՄԱԿ-ի մեջ։ Այո, այդ պետությունները, որ կատարեցին ցեղասպանության մեր անձամբ անդամակրված են ՄԱԿ-ի մեջ։ Եվ մենք այստեղ անշուշտ աշխատանք ունենք տանելու, որովհետեւ ՄԱԿ-ը այս ճիշտ հասկանա ինչ մակարդակի անդամները այսօր գոյություն ունեն։ Ներառյալ Ադրբեջանը, ինչպես որ գիտեք, ինչ կատարվեցավ Արցախի մեջ։ Ադորամար այդ ցեղասպանության իման վրա օրինակ մեկ գոմեն Ֆրանսիա որոշել է հայկական, ասենք թե արևելյան եւ հայկական լեգիոն ստեղծել։ Ֆրանսիա այդ լեգիոնի այդ լեգիոնի նպատակը էր, որ արդեն գորիսմը լինի մեր ազգային բանակի։ Գորիսմը լինի մեր ազգային բանակի։ Սա մեկ պետության կողմեն կազմակերպելու համար մեր ազգային բանակը քիչ բան չէ։ Մյուս կողմեն մենք ունեցանք 1917 դեկտեմբերի 29 ռուսական դեկրետով մեր ինքնավորոշման իրավունքը ճանաչավ մինչև մեր անկախություն, որպես թաշկա Հայաստան, թուրքական Հայաստան։ Դա արևմտյան Հայաստանի մասին է խոսքը։ Մենք ստիպված չենք, մենք ենք որոշողները ինչպես մեր պետությունը ինչ անուն պիտի ունենա։ Բայց մենք այդ ճանաչումները ինչու մենք պիտի չեղյալ համարենք, ինչու մենք պիտի ոչնչացնենք, եթե այդպես մենք կբադրենք այդ բոլոր փաստաթղթերը, որ ունենք, կնշանակի, որ մենք չենք ճանաչում այդ իրականություն, այդ պատմություն, իրական պատմություն, որ կատարվեցավ մեր ծնողներու եւ մեր ազգի անտեպ։ Կպատկերացնեք։ Անոնք, որ չեն ճանաչում այդ ամեն ինչ, որ հիմա կներկայացնեն, կնշանակի, որ ճշտողականության քայլերը գնեն մեր արևմտյան Հայաստանի հայության պատմության անտեպ։
վերջը մենք ալ մասնակցեցինք որպես պատվիրակություն Փարիզի միջազգային համաժողովը, Հաուտյան համաժողովը, եւ մենք ունեցանք պատվիրակություն Բողոս գլխավորությամբ, որ մասնակցեց եւ մեզ համար շատ կարեւոր էր։ Եվ Բողոս Նուբարը կարողացավ ինքը ներկայացնել մեր պահանջները, ինչու կարողացավ, որովհետև պետությունները շատ լավ գիտեին, որ հայերը որպես մասնակցող պաշտպանեցին Անտանտի ասենք թե ուժերը Թուրքիո եւ Գերմանիա դեմ։ Մենք ադամեն ինչով մենք ադալ լսենք թե Բողոս Նուբարի աշխատանքներալ չեղյալամարենք, չսպավենք։ Լավ, շարունակենք։ Վերջը մենք ունեցանք երկու տեսակ ճանաչում։ Դե ֆակտո մեր կառավարության կողմեն հունվարի 19-ը, դե յուրե մայիս 11-1920 բոլոր պետություններու կողմեն։ Այդ պետությունները, որ Բարձրագույն խորհրդի անդամ էին այն ժամանակ։ Մենք ադամենից ուշադրություն չունենք, կարևոր չէ մեզ համար։ Մենք ադալ մոռանանք։ Լավ, վերջը Սևրի տաշնակիրը պատրաստելով, Սևրի Գերագույն խորհուրդը Սևրի տաշնակիրը տվավ Օսմանյան կայսրության, որովհետեւ Օսմանյան կայսրության պատասխան ներկայացնի։ Սա ունիսի 25-ը 1920-ի մասին է խոսքը։ Եվ Օսմանյան կայսրությունը պատասխանին մեջ նշել է, որ մինակ եւ մինակ կճանչնա մեկ հատ Հայաստանը, այդ Բաթումի Հայաստանի մասին է խոսքը։ Իմացեք հարգելիներս, Բարձրագույն խորհուրդը ոչնչացնեց այդ Թուրքիո գոմեն, ասենք թե Օսմանյան կայսրության գոմեն պատասխանը, նույնիսկ պատրաստ էր հույները խրգեր նորեն պատերազմելու համար։ Օսմանյան կայսրության դեմ։ Ադորամար Սուլտանը Մեհմեդ 6-րդը անմիջապես իրեն խորհուրդը, ինքնիշխան խորհուրդը հավաքեցավ եւ ներկայացնեցին նոր որոշումը Ուլիսի 22-ին ընդունելով Սևրի տաշնագրին բոլոր կետերը։ Գասկնակ, ասենք թե Օսմանյան կայսրության կողմեն ընդունեցին, վավերացրեցին նույնիսկ Սևրի տաշնագիրը։ Ինչու վավերացնեցին, որովհետև սուլտանի խոսքերը վավերացմանն է։ Սուլտանը ուրիշ մագարտակ չունի։ Սա որովհետեւ ճիշտ հասկանանք սուլտանի կարգավիճակը պետք է ուսումնասիրենք Օսմանյան կայսրության ազգային սահմանադրությունը եւ այն ժամանակ իմ ասածներս կտեսնանք։ Եվ օգոստոսի 10-ը այդ բոլոր պետությունները ստորագրեցին Սևրի տաշնագիրը եւ նույն ժամանակ մի քանի պետությունները ներառյալ Ֆրանսիա մանդատները ստացան, մանդատներ աստատվեցին կապված Քիրիգիա եւ կապված ուրիշ դարաշները, որ Օսմանյան կայսրությունից բաժնված էին։ Եվ այդ մանդատները ստացան Սևրի տաշնագրի միջոցով։ Պատկերացնեք։ Անոնք որ գսեն, որ Սևրի տաշնագիրը իրականացնեց, անոնք հաշվի չեն առնում, որ արդեն մանդատները հաստատվեցին Սևրի տաշնագրի միջոցով։ Ֆրանսիայի, Գրանդ Բրիտանիայի, Իտալիայի կրնամ անունները դա։ Հարցը սա չէ։ Հարցը է, որ ես շատ լավ կասկնամ, որ ուժեր կան, որ չեն ուզեր, որ գոյություն ունենան Սևրի տաշնագիրը։ Շատ լավ կասկնամ։ Բայց մագարտակը չունին մեր թիմած, որովհետև մենք կրնանք ապացուցելով, որ Սևրի տաշնագիրը իրականացվեց բոլորին համար, բացի հայության համար։ Եվ ինչու բացի հայության համար, այստեղ պիտի անդրադառնանք այդ հարցով։ Եվ այսպես շարունակելով Բրազիլիան ճանցավ մեզի, Արգենտինան ճանցավ մեզի եւ այդպես շարունակելով գերտանք մինչեւ մեր իրավարար վճիրը, ասենք թե Ուդ Ռոբինսոնի իրավարար վճիրը, որ մինակ եւ մինակ
իրավարար վճիրը գներեք կապված է Արևմտյան Հայաստանի հետ։ Հիմա անշուշտ վերջը ինչ պատահեցավ։ Շատ բան պատահեցավ 1921-ը։ Ես եթե բաժնվեցին մեր Միացյալ Հայաստանը, մեկ կողմ կեմալիստները, մյուս կողմ բոլշևիկները եւ ստեղծեցին մեկ հատ Սովետ Հայաստանը։ Այդ Սովետ Հայաստանը հասկացանք։ Սովետ Հայաստան մնե հիմա Նախիջևանը գործեն առանձին կարգավիճակ մտալ, Արցախը ինքնալ առանձին կարգավիճակը տող ունենա եւ այդպես կշարունակեն մեր դարածքային ամբողջականությունը բաժանել տարբեր մասերով։ Մենք ամեն ինչ հասկացանք, բայց մեր պետությունը ճանաչումը ստացավ։ Անոնք, որ բաժնվեցին մեր դարածքները, նույնիսկ անոնք պետությունալ, ճանաչված պետությունալ չէին։ Ադալ խնդիր մնե, լուրջ խնդիր մնե, իրենց համար, ոչ մեզի համար իրավարական տեսանկյունեն գխոսին։ Ադոր համար բաժանվեցին եւ ստեղծեցին մեկ հատ Հայաստանի Սովետ Հայաստանն։ Բայց ինչու մենք պիտի, ինչու եւ սա արդեն առաջինական չէ որ գսեմ, ինչու մենք պետք է ընդունենք այդ բաժանմունքը, ինչու Արմենիան Հայաստանի հայությունը պիտի ընդունի այսօր, մինչև հիմա գույմա չի ընդունեցավ, ինչու պիտի ընդունի այդ բաժանմունքը, մենք չենք ընդունելու։ Չենք ընդունելու այդ ամեն ինչը։ Նույնիսկ եթե ծրագիր կա փոխարինել Միացյալ Հայաստանը, նայեցեք ինչ կսեմ, Միացյալ Հայաստանը Սովետ Հայաստանի հետ այդ փոխարինակությունը մենք չենք ընդունելու։ Կրնամ հասկանամ մեր հայրենիքիստները որ գցեն մենք կենտրոնացվենք այսօրվան Հայաստանի վրա, փրկենք այդ ինչ որ մենք գրինք այդ Հայաստանի համար ոչ մեկը չրավ։ Մենք կացինք, մենք գրվեցինք, մենք բանակ ստեղծեցինք, մենք մինչև հիմա կաշխատենք այս Երևանյան Հայաստանին մեջ։ Բայց չի նշանակի, որ մենք դե յուրե կընդունենք այդ բաժանմունքը։ Մենք չենք ընդունելու։ Մա չեք կնար ստիպել մեզի եւ չեք կնար որևէ ցևով փոխել մեր դիրքորոշումները այսօր։ Այդ փոխարինող Հայաստանը, որ այսօր որևէ չափով գործակործեր նույնիսկ Արմենիան Հայաստանի ավանդույթները, իրավունքները նույնիսկ ցեղասպանության հետ կապված այս Հայաստանը որևէ աշխատանք կդանի Արմենիան Հայաստանի իրավունքներ, հայության իրավունքները վերականգնելու։ Ըսեք ինձի, եթե գտանի դերեկացնեք ինձի, որովհետեւ ես ալ ճիշտ հասկանամ, ճիշտ ճանաչեմ։ Այս նույն Հայաստանի մասին է խոսքը, որևէ այսօր աշխատանքները գտանի Արցախի հայության վերադարձի հետ կապված։ Նորեն ըսեք ինձի, եթե գա, ես ալ կուզեմ ճիշտ իմանամ։ Բայց իմ չարչարանքներով ես հասկացա, որ այդպես բան չի կա։ Հիմա ինչ ունենք մենք, թողնենք Արցախի հայության իրավունքները, թողնենք Արմենիան Հայաստանի հայության իրավունքները, ոչ մի բանով չսպասենք, մինակ եւ մինակ կենտրոնացվենք Երևանյան Հայաստանի բիզնեսի վրա, հիմա ինչ ունենք արևդուրն ենք բոլորին հետ, թուրքերուն հետ, ադրբեջանցիներուն հետ, չգիտեմ, ինձի բացատրեք ինչ կպատահի, որպեսզի ճիշտ հասկանամ, ինչու ես որպես ազգի զինվոր կամ որպես իրավանական պիտի թողնեմ ամբողջ այդ իրավունքները, այդ փաթեթները, որ իրավանական փաթեթները որ ունենք, եւ սպառում չեմ գիտել ինչ լոլիկներու արևդուրով։ Ինձի բացատրեք, չի ստացվելու։
Մենք որպես Արմենիան Հայաստանը պիտի շարունակենք, ադոր համար մենք շարունակական պետությունն է, որովհետև մենք վերսեցինք մեր վրա ամբողջ Արմենիան Հայաստանի տարածքի իրավունքներու պատետը եւ մենք կշարունակենք այդ իրավունքները պաշտպանելու աշխարհի դիմաց բոլոր դատարաններուն մեջ մենք չենք սպասելու որ այսօրվան Թուրքիեն ճանչնած ցեղասպանությունը դուք սպասեք ես դեմ չեմ իշքան գուզեք սպասեք իշքան որ գուզեք գախված լակ Թուրքիայի հետ դուք եք որոշ ձեր որոշումն է բայց մենք չենք սպասելու որովհետև այս անցակոս պետությունները պետք է պատասխան տան այդ բոլոր անցակործություններու դիմաց որ կատարվեցին մեր զոնոկներու, մեր նախնիկներու եւ մեր ազգի անտեր։ Ադիմաստով պետք է հասկանանք ինչ կնշանակի շարունակական։ Մենք իրավահաջորդ չենք ըլ, մենք շարունակական ենք ինչպես որ եղել է 1920 պետությունը, այդպես իրավարական տեսանկյունին կշարունակվի։ Ադորամար ինչ որ գուզեք ընել Երևանից ասեն թե իբր թե ստիպել կամ ամոզել Երևանյան կառավարությունը, որ ընդունի, որ Վիլսոնյան սահման մգա, ես շատ լավ գիտեմ, որ այդ տեսակ քաղաքականություն չի աչողվելու։ Որովհետև մենք կգտնվենք մեկ հատ հատուկ խնդիրի դիմաց։ Կարող է պատահել, որ անձեր կան, որ կուզեն սփանել մեր պետականությունը։ Պետականասպանելն, պետականասպան կնշանակի Արմենիան Հայաստանի պետություն սփանելը։ Կարող է պատահել, որ հատուկ ուժեր կան մեր մեջ, որ այդ պետականասպանությունը առաջ կտանեն։ Եվ եթե այդ պետական սպանությունը կուզեն իրականացնել, ջղթելով եւ ոչնչացնելով մեր իրավունքները, մեր գոյությունը նույնիսկ որպես Արմենիան Հայաստանի հայ, մեր ինքնությունը, մեր ավանդույթները, մեր պատմությունը, մեր ավանդական գիտելիքները, մեր մշակույթը չեք կրնար պետականասպանություն չի լինելու ուղղված Արմենիան Հայաստանին հետ։ Նույնիսկ եթե Երևանում այդպես նստեք ինչ կուզեք կնեք գլոր սեղանները ընեք ժողովները ընեք ինչ կուզեք կրնակնել չի լինելու Արմենիան Հայաստանը պիտի գոյություն ունենա իրավաբանական տեսանկյունեն եւ իրեն համագարկը ամեն ինչ պիտի արվի որբեսի մեր իրավունքները պաշտպանեն աշխարհի դիմաց ադիմաստով պետք է դերյակ լալ մենք շատ լավ հասկացանք ինչ կկատարվի շատ լավ հասկացանք ընդանուր ռազմավարությունը 35 տարի շատ լավ հասկացանք ինչ կատարվեցավ Արցախին հետ կապված մենք ալ շատ լավ կասկանանք անցյալ տարի դուք ալ լավ գիտեք որ Երևանյան իշխանությունները ամեն օր Արմենիան Հայաստանի մասին կխոսեին որ իբր թե անոնք են իսկական Հայաստանը բայց մենք ասենք դուք չեք իսկական Հայաստանը իսկական Հայաստանը 1920-ի ճանաչված Հայաստանն է ներառյալ ասենք թե Արմենիան Հայաստանի տարածքեն ցեղասպանությունն հետո մենք շատ լավ գիտենք այդ ամեն ինչը եւ նորեն գսեմ չեք աչողվելու այդ մեր պետականասպանություն մի մոռանաք այդ բառը շատ կարևոր բառ է հայերը ովևէ տեսակ հայերը չեն տոնելու որ մասնակցեն Արմենիան Հայաստանի պետականասպանությունը մի քանի անցյալ անգամ շատ հետաքրքիր էր մի քանի հարցեր ինձի խրգեցին եւ գուզեի ձեզ հետ եթե համաձայն եք գուզեի պատասխանեմ այդ հարցերը
Ինչպես հետ բերենք Արմենիան Հայաստանը, եթե զենք չունենք եւ չեն կարող պատերազմել։ Հիմա այստեղ մենք արդեն կմտնենք ռազմավարության մեջ եւ պետք է մենք հասկանանք, որ մեր հիմնական խնդիրը այսօր մեր ժողովուրդը միավորելն է Արմենիան Հայաստանի պետության շուրջ։ Եվ եթե մենք չենք գրնար միավորել, որովհետև մեր դիմացը բավական դժվարություններ կան, բավական ուժեր կան, նույնիսկ հայկական ուժեր կան, որ ամեն ինչ կնեն, որպեսզի ազգը չի միավորե Արմենիան Հայաստանի շուրջ, մենք պիտի անշուշտ ցևերը գտնենք, տարբեր ցևերը, տարբեր ռազմավարությունները պիտի ուսումնասիրենք, տարբեր հոգեբանական վիճակները պիտի ստեղծենք, որովհետեւ կարողանանք միավորել մեր ազգը, որովհետև մենք բամը հասկացանք այստեղ, միավորելու մեր ազգը մենք միավորենք մեր հայրենիքը։ Այո, ձեզ հետ կպաշնվեմ անվերժության արևը, անվերժության լույս մեր վրա։ Եթե մենք միավորենք մեր ազգը, մենք միավորենք մեր հայրենիքը, որովհետև մեկը մյուսին հետ կապ ունի, որովհետև մենք բնիկ ենք։ Հիմա մենք անցել ենք պատերազմներ, շատ մի քանի տեսակ պատերազմները անցել ենք եւ անցյալական լսի ցեզի, որպես ցեղասպանությունից փրկված սերունդները մենք ամեն ինչ անցել ենք, բոլոր դժվարությունները անցել ենք։ Զենքը մինակ տարբեր տեսակ զենքեր կրնանք ունենալ, բայց առաջին ամենեն զոր զենքը հարգելիներս մեր հոգինն է, մեր ուղիղն է։ Կխնդրեմ, որ հաշվի առնեք այս տեսակ պատասխանին, սա չուր ձեզողի պատասխանները չեն։ Մեկ հատ ուրիշ հարց մգա, որ ինչ տեսակ քիրքերը կամ ուսումնասիրությունները կամ նյութերը կրնանք ներկայացնել Արմենիան Հայաստանի իրավական կարգավիճակի մասին։ Այո, մենք ունենք մեր գայքում շատ դակրքիր նյութեր, ասենք թե փաստեր իրականության, որ մեր կարևոր չէ իմ գարզիկս կամ ուրիշի գարզիկը, կարևոր է փաստը կա կամ փաստը չի կա։ Եվ մենք ունենք այդ փաստերը, եւ մենք պիտի կդրամատրենք ձեզի, օղումները պիտի պատրաստենք, կդրամատրենք այդ բոլոր փաստերը, որպեսզի օգտվեք, դուքալ իմանաք Արմենիան Հայաստանի հարցը ինչ իման վրա, ինչ արմատներ ունի։ Անշուշտ դեմ չեմ, այո, մեր անունը մինակ Արմենիան Հայաստան չէր, մեր պետական անունը, մեր պետական անունը մինակ Թաշկա Հայաստան չէր, մեր պետական անունը Հայաստան էր, մինչև 1920։ Բայց այդպես եղավ, որ փոխարինող մի իմնված Սովետ Հայաստանից մի Հայաստանը վերցեց ամբողջ Հայաստանի անունը։ Այստեղ ալ տակտիկա է։ Մենք այս տակտիկան ալ կասկնանք։ Գրնային լսել մենք օրինակ շատ հետաքրքիր կլար, մենք Արևելյան Հայաստան ենք, եթե ասենք 1991-ից իրենց կներկայացնեին որպես Արևելյան Հայաստան, շատ հետաքրքիր կլար Արևմտյան Հայաստանի համար, բայց որոշեցին իրենց ներկայացնել որպես Հայաստան եւ ոչ միայն Հայաստան, որին Հայաստանի Հանրապետություն։ Այդ անունը, որ մենք ստացել էինք 1920 դերություններու, փարսակուն դերություններու կողմեն։ Ինչ ասեմ, ինչ նպատակ ունեին։ Հիմա կասկնանք, չէ, որ
Այդ ամեն ինչ մտածված քո զողություն մնե։ Այդ ամեն ինչ իրեն նրբություններ ունի։ Եվ նույնիսկ մեզի թիմելով, որ մենք չսպաղվենք մեր իրավունքներով եւ մինակ սպաղվենք ինչ ագա այսօրվան իշխանությունը լալը կամ գոմ իշխանությունը լալը ուրիշ դաշտ չունենք մենք ծառայելու համար կամ գոմ ենք կամ դեմ ենք հա ասենք թե մեր իրավունքներու մասին մեր խաչքարներու, մեր ավանդույթներու, մեր ժառանգության պաշտպանելու, մեր Արցախի հայության վերադարձով, մեր Արմենիան Հայաստանի հայության իրավունքներով, ադուցումներով եւ այլն ցեղասպանության դիմաց մենք պետք է սպառվենք կամ գոռ մենք իշխանության կամ դեմ ենք այսօրվան Երևանյան իշխանության մասին է խոսքը մենք չենք սպառվելու այդ հարցերով հարգելիներս մենք ուրիշ պատասխանատվություններ վերցեցինք մեր վրա եւ ador համար մենք պիտի շարունակենք այդ պատասխանատվությունները իրականացնելու մեր հիմնական խնդիրը իրականացնելն է այդ ամեն ինչ բայց պիտի անենք ոչ մենակ ցանկություն ունենք անելու մենք կտեսնանք որ մեր ազգը գուզե որ այդպես լինի մենք կտեսնանք որ մեր ազգը պատրաստ է միավորելու որբեսի այդ ամեն ինչ իրականացվի եւ մեր ազգը զզված է այդպես պինգ-պոնգ խաղալ գոմ կամ դեմ կամ գոմ մենք ուրիշ հարցեր ունենք լուծելու որ ավելի շատ կարևոր են քան թե այդ բաները եթե հիմա կանդրադառնանք ընդհանրապես անշուշտ պիտի հadoop հաղորդաշար մնենք միջազգային հարաբերություններ ունեն կապված արդակին հարաբերություններ ունեն կապված բայց այստեղ մենք վերցնենք օրինակ Արմենիան Հայաստանի կողմեն վերցնենք այդ բոլոր բեդությունները որ ճանաչեցին մեր ցեղասպանությունը այդ բեդություններուն հետ մենք լավ հարաբերությունները պիտի ունենան կամ վատ հարաբերությունները պիտի ունենան որպես Արմենիան Հայաստան որպես որովհետև բեդություններ կան որ ճանաչեցին որ կատարվեցավ 1915-ից մինչև 1922 կամ 23 ցեղասպանություն Արմենիան Հայաստանի տարածքում այդ բեդությունները մենք պիտի լավ բայենք մեր հարաբերությունները իրենց հետ կամ վատ կներեք այստեղ այդ հարցը չի բռնում իրականության հետ մենք բոլոր բեդությունները որ տիգուն գայնեցին եւ ճանաչեցին մեր ցեղասպանություն եւ ճանաչեցին որ ցեղասպանությունը կատարվեցավ Արմենիան Հայաստանի տարածքում գներեք իրենց հետ մենք ովևէ չափով շատ լավ հարաբերությունները պիտի բայենք պաշտպանենք հասկանաք մենք չենք մտնելու այդ քաղաքականությունները որ հիմա կկատարվեն Երևանյան Հայաստանի մեջ չեն համապատասխան մեր կարգավիճակին հետ չեն համապատասխան մեր նպատակներուն հետ եւ չեն համապատասխան մեր մակարդակներուն հետ ադիմաստով ուզեմ որ լավ զգաք ովևէ չափով գիտեմ շատ լավ գիտեմ մեր դժվարությունները շատ լավ գիտեմ ինչքան կդուժվենք եւ շատ լավ գիտենք որ շատ դժվար ժամանակները կգնան սպասեն մեզի բայց մենք ցեղասպանությունից փրկված ծերունդներն ենք մենք շատ ուժեղ ենք մենք պիտն ենք մենք գրնանք մենք թիմանալ եթե միասին ալ գտիմանանք ավելի լավ մենք պետք է թիմանանք որովհետև թիմանալով մեզի կազմակերպելով եւ դեմ դուրս գանք այդ պետական սպանողներու դեմ դուրս գանք որ անոնք ամեն ինչ կնեն որբեսի Արմենիան Հայաստանը գոյություն չունենա մենք իրենց սսենք իրենց սխալները ասենք, մենք բացատրենք, հայտարարենք, ներկայացնենք, ապացուցենք ամեն ինչով փաստերով, որ չի լինելու,
չի իրականացվելու Արևմտյան Հայաստանի pedagogical շնորհակալություն ցեզի, ուսունիմ, որ շնորհակալություն ձեր ամբերության, ուսունիմ, որ նորեն շուտով կալ շաբաթ միանանք։ Աջողություն կմաղթեմ ձեզ։